Paris Saint-Germain-ը չեմպիոն, Փարիզում ազգային տոն, Նեյմարը իրեն դրել է Մեսսիի տեղը, Բելինգեմը փորձում է հանգստանալ ու մոռանալ, Մխիթարյանը մնաց առանց տիտղոս։ Դեմբելեն ու ընկերները էլ չգիտեն, թե որտեղ ցույց տան իրենց տիտղոսը, բայց ես հստակ գիտեմ, որտեղ ցուցադրել մեր հաղորդումները ողջույն բոլորին։ Արագ բաժանորդագրվեք, լայքեք ու զանգակեք, որովհետև ագեցած թեման պետք է արագ սկսել։ Դու արդեն 2 թրեբլ ունես, հորա ոնց, Ռեալը դաժե թրեբլ չունի։ Ես շատ ուրախ եմ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մեր երկրում ուշ ժամի էր, թե չէ այդ բռնության տեսարանները, որ երեխաները տեսնեին, շատ վատ կլիներ։ Էդ ինչ էր կատարվում։ Չի լինում, աղբեր, չի լինում, թող ների մեզ հենոն, բայց դա 18+ կինո էր։ Խաղից առաջ բոլորը նախապատվություն տալիս էին Փարիզին, բայց ընդամենը մի գոլի տարբերությամբ։ I would go with 2-1 Paris Saint-Germain. Go 3-1 Paris. Paris Saint-Germain will win the Champions League final and the score will be 2. Խաղի մասին ես արդեն անդրադարձը ունեցել եմ, այստեղ միտեղ լինկով կարող եք գնալ նայել, ձեր կարծիքն էլ դուք հայտնեք։ Ուղղակի ասեմ, որ փարիզեցիներին հաղթել անհնար էր։ Մի հատ նայեք այս գազանին, ոնց կարելի է այս դեմքով մարդուն հաղթել, արա։ Բայց պատկերացնում եք Բարսելոնա Paris Saint-Germain խաղ։ Ես կարծում եմ այդ խաղում ֆուտբոլային կայֆի պերեդոզա լինելու։ Հորա երկուսն էլ շատ երիտասարդ, արագ ու իմ համար օրինակ լրիվ անկանխատեսելի խաղ ու հիմա գրեք ձեր կարծիքով լավ կլինի եթե հանդիպեն եւ եթե հանդիպեն ով կհաղթի շատ ուժեղ կստացվի դուք գրեք լավ մենք էլ անցնենք խաղի արդեն կուլիսային իրադարձություններին կուլիսներից շատ աննկատ դուրս եկավ մի անակնկալ հյուր Wow. How was everything? Wow. How are you guys? You okay? Legends here. How are you, sir? Nice to meet you. Very nice. Welcome. Եզրափակչին ներկա էր Նուրմուգամեդով Խաբիբը, որը բարեբախտաբար ոչ ոքի խեղտող հնարք չարեց, բայց դրա նախադրյալը կար։ Աղջիկը ով չգիտեր, որ Խաբիբի կրոնը թույլ չի տալիս տղամարդուն կնոջ ձեռքը սեղմել, հարց տվեց։ Խաբիբ, դու PSG-ի համար ես այստեղ, շուտ վա Paris Saint-Germain-ի ֆան ես։ Բայց անկեղծ ասած, ես ծնված օրվանից Ռեալի ֆան եմ եղել։ Okay. Վերջ, այսքանով ամեն ինչ ասված է, հանգիստ ենք թողնում Խաբիբին և անցնում ենք չեմպիոններին, որոնք անցել էին տոնակատարություններին, որոնք փթթում էին Փարիզում։ Տղերքը միլիարդներ էին շաղ տալիս, թռցնում էին օդ։ Արաբ միլիարդատերը 2011 թվականից ցանկանում էր հասնել այս հաջողությանը և վերջապես հասավ, նա անկեղծացել է մեր եթերում։ Ինձնից 14 տարի պահանջվեց, որ հասնեմ այս հաջողությանը ու ես այդ ընթացքում հասկացա, որ ամեն ինչ չի, որ փողով է։ Ես ունեի աստղերի մի բույլ, օրինակ Նեյմարը աստղաբաշխական աշխատավարձ էր ստանում, բազայում բլոգներ էր նկարում, Էրիկ չի մի հատ էլ պահանջում էր, որ իր հիվանդանոցային ծախսերը ես հոգամ, Մբապեն, արա, Մակրոնը այնքան էր սիրում իրան, որ այսօր ասում է բա ուր է իրա մոտ ընդունելությանը, ստիպված ես էլ էի սիրում, Մեսին համեստ էր, բայց էլի շատ էր խմում աղբեր փողերը, մի խոսքով այդ ցելեբրիթիներից ազատվեցինք, հոգիներս բացվեց, երազանքներս կատարվեց, նավթը պզաց, փողը լավ, մերսի։ Մակրոնը ընդունեց ֆուտբոլիստների Ելիսեյան պալատում, նա այնքան ուրախ էր, որ անգամ Մբապեի բացակայությունը նրան չտեխրեցրեց, անգամ Սաֆոնովի ձեռքը սեղմեց ու այնքան լավ էր պատկերացրեք, որ համատեղությամբ իր դասատու կինը չափալախեց ու մինչ Մակրոնը իր պալատում սիրուն խոսքեր էր ասում, ժողովուրդը իրար casting a shadow over what was meant to be a night of national pride. Still, the scenes captured from every corner of the city showed pure emotion. Families hugging, strangers singing,
a country Արա սրանք լրիվ վայրենի են, արա ասում են անգամ երկու զոհ կա։ Չնայած ինչ կա զարմանալու, այնքան թուրք, արաբ, մողոլ, չինգիզ, ինչ ասես կարան անեն։ Լավ, եկեք վատ բաներից չխոսենք, ուզում եմ նշել, որ այս հաջողությունը առաջին հերթին Լուիս Էնրիկեինն է։ Օրինակ նրա այս մենախոսությունը շատ լավ հասկացան Դեմբելեն, Դոննարոման ու իրենց հետևից տարան թիմին, Մբապեն էլ հասկացավ, բայց մի քիչ ուշ, արդեն Ռեալում էր ու փորձում է Ռեալում լիդերություն անի։ Եվ վերջում պետք է ընդունել, որ հայ-վրացական դիմակայությունում էլի վրացին ուժեղ գտնվեց։ Yeah, I'm so proud that I'm Georgian and I think Ես հպարտ եմ, որ վրացի եմ, ես կարծում եմ, որ իմ երկրում ուրախ են ինձ համար։ Ուրախ։ Ինձ թվում է վրացիները հիմա խինկալին հացի մեջ բրդուճ են անում ուտում են։ Ապեր, չնայած վրացիները մի քիչ մեր հայերիս հանդեպ ագրեսիվ են, բայց քեզ հալալա, մալադեց։ Մինչև այլ թեմաների անցնելը պետք է հպարտորեն նշեմ, որ Հանսի Ֆլիկը լսեց մեր բազմահառաջ բողոքներն ու Vielen Dank, Herr Flick։ Անգամ մրցաշրջանի ավարտից հետո Արսենալի վրայով վրաերթերը շարունակվում են, այս անգամ էլ գերմանական Հանովերն էր հանդգնել։ Ջուդ Բելինգեմը Իբիցայում հանդիպել է Ուիլ Սմիթին, ծտերի հետ է նկարվել, շնաձկան փայ չի դարել, բայց միևնույն է չի կարողանում մարսել Բարսայից կրած պարտությունները։ Ինտերի դարպասապահ Յան Զոմերը Դեսիրե Դուեի գոլից հետո այնքան գլխապտույտ ուներ, որ չդիմացավ գնաց այդ երիտասարդ ֆուտբոլիստի մոտ, թե բա դու երեքդ էլ կգաք խոսալու կա։ Ոսկե գնդակի համար պայքարողներն այնքան շատ են, որ կազմակերպիչները մրցանակը ձուլելու են եւ ոսկե ցեպեր նվիրեն բոլորին են աստերից։ Ուսման Դեմբելեն Չեմպիոնների լիգայի գավաթը ներկայացրել է Ռոլան Գարոսում, հաջորդը Սեն Գետի ձկներին է ներկայացնելու, իսկ վերջում կտանի Նապոլեոնի դամբարան որպես պատմական հաղթանակ։ Ֆլորենտինո Պերեսը հույսը կտրելով Ռեալի առաջին թիմից որոշել էր հանդիպել Կաստիլիայի թիմերին։ Բայց դե մենք հո միամիտ չենք, որ չհասկանանք սրա տակ մի բան կա։ Ասում են, Ռեալի երիտասարդական բոլոր թիմերը ճանաչվել են Իսպանիայի չեմպիոն այս մրցաշրջանում։ Ասում են, թե բա ինչ լամասիա, Կաստիլիա։ Հələ ճիշտն ասա, քեզ ում տեղն էիր դրել, Մեսսիի թե Մարադոնայի։ Նեյմարը շարունակում է զարմացնել հրաշագործություններով, բայց ինչքան ժամանակ է արդեն ոչ ֆուտբոլային։ Բրազիլիայի առաջնության հերթական տուրում Սանտոսը ընդունել էր Բոտաֆոգոին։ Առաջին խաղակեսում, երբ հաշիվը 0-0 էր, Նեյմարը որոշում է ձեռքով գոլ խփել։ Toca no terreno, solta o John, ajeita o Neymar. Olha a imagem do Neymar. Սակայն այս անգամ ոչ թե Աստծո ձեռքն էր, այլ սատանայի, որովհետև մրցավարը դա շատ լավ նկատեց, դեղին քարտով պատժեց, որը երկրորդն էր Նեյմարի համար, ինչը նշանակում է, որ նա հեռանում էր դաշտից ու 10 հոգով թողնում իր թիմին։ Նման դեպքերում սովորական մահկանացուները ոտով գլխով մտնում են դեպրեսիայի մեջ, իսկ Նեյմարը մտավ Instagram։ Գոլ խփելու ցանկությունը երբեմն դրդում է խենթություններ անել։ Ներողություն եմ խնդրում թիմակիցներիցս ու երկրպագուներից։ Ներող եղեք։ Կարող է թվալ, որ նա իրոք ներողություն է խնդրում, բայց մյուս ստորին եղավ, որը պայթեցրեց համացանցը։ Լավ, համացանցը չէ։ Մենակ իմ ուղեղը։ Երկրորդ դեղինի հետ համաձայն եմ, բայց առաջինը, էդ ինչ էր այ ախպեր, առաջին խախտման համար միանգամից զգուշացնել, էդ ինչ վատ մրցարարը լուրջ եմ ասում։ Ժողովուրդ հերիք է ինձ մեղադրեք։ Էս տղեն անուղելի է։ Ապեր, կարողա վսյոտակի արդեն ֆուտբոլը քոնը չի։
Դե ինչ այսօրվա համար այսքան էի պատրաստել, ես ուզում եմ ասել, որ այս ամենը անելով ես իսկապես հաճույք եմ ստանում, բայց զարգանալու, աճելու համար ինձ ձեր օգնությունն է պետք, բաժանորդագրությունը, լայքը, չգիտեմ, այնտեղ ամեն ինչ, ինչը ապահովում է առաջընթացը ալիքի համար, ուրախ կլինեմ նաև ձեր ֆինանսական աջակցության համար, որպեսզի տեխնիկապես բավականին լավանանք։ Այսքանը հաջողություն։